Բարևներս բոլորի սիրելի հետևորդներ, առավոտյան ժամը 7-ն է, իջել եմ շենքի բակ քայլելու, շատ լավ եղանակ է, թարմ օդ, դեռ օդը խեղդված չէ, այսպես ասած, տոթով եւ շոկով լցված, ծանրացած չէ, շատ լավ ժամանակ է քայլելու համար, մի քիչ ազատ շունչ քաշելու համար այս քաղաքում։ Մի ժամ քայլեմ, մինչեւ Ռոնին կարթնանա։ Ես ձեզ մեկ անգամ ցույց եմ տվել, որ մեր շենքի բակում կա գուավայի ծառ, տեսեք, պտուղներ էլ կան վրան, երևի մի 2 ամսից արդեն կհասնեն։ Տեսեք, ծաղիկները, ասում եմ վաղ առավոտ է, բայց արդեն ինչ-որ կծու ճաշատեսակներ են պատրաստում, այն կարգի կծվությունը զգացի, որ կոկորդը սկսեց խեղդել, ինչ-որ կծու չիլիով ուտեստ են պատրաստում։ Տեսեք, այստեղ էլ պապայայի ծառ ունենք, սա պապայա միրգն է, շատ փոքրիկ են դեռ, ինչ հրաշք է չէ բնությունը, ու հետաքրքիր է նման էկզոտիկ մրգերի ծառ ունենալը շենքի բակում, իհարկե տեղացիների համար սա էկզոտիկ չէ, սա տեղական միրգն է հենց, բայց ինձ համար կոնկրետ։ Տեսեք, շենքի բնակիչներից յուրաքանչյուրը ինչ-որ բույս է տնկել, բերել է դրել այստեղ։ Գուցե ինչ-որ բան են կազմակերպել, ես տեղյակ չեմ։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում շենքի բնակիչներով, միասին համախմբվում են ինչ-որ գաղափարի շուրջ ու հետաքրքիր բաներ են անում, երեխաների հետ նույնպես։ Ես ու Ռոնին եկել ենք հիվանդանոց իր մանկաբույժի մոտ, այսօր պատվաստման օր է։ Ռոնին պետք է մինչ անձրևային սեզոնը սկսվել ստանա իր գրիպի պատվաստումը։ Մի խոսքով այստեղ սպասում ենք, բժիշկը ընդմիջման է դուրս եկել, մինչև գա, մենք այս թռուցիկներն ենք կարդում, Ռոնին շատ հետաքրքրված է, բերում հերթով ցույց է տալիս, ասում մամ, սա ինչի համար է, մամ, սա ինչ է նշանակում, այս, չգիտեմ, այս երևի արդեն 10-րդ թռուցիկն է, որ մենք կարդում ենք։ Ինչ է։ Ոտքի համար, ոտքի մասին է գրված, բար։ Ինչի գրված ոտքի։ Ոտքի մասին, թե ոնց պիտի անենք, որ մեր ոսկորները առողջ լինեն։ Մի ժամանակ բացատրում եմ տարբեր ինչ-որ սրտի մասին, հետո ինչի մասին էր։ Տարբեր օրգանների մասին։ Կարող է սա։ Սրա մասին խոսենք։ Սա ինչ է։ Սիրելիներս ամեն ինչ բարեհաջող անցավ, Ռոնին պատվաստվեց, տանն ենք արդեն ինչպես տեսնում եք, այստեղ մի 2 բան եմ պատրաստում, որպեսզի ճաշենք, սունկ, սոխ, 3 տեսակի պղպեղ, պիտի սոյայի սոուսել ավելացնեմ, մի 2 համեմունք եւ խաշած սպագետի, այստեղ էլ լոլիկ եմ խաշում, որպեսզի լոլիկով ձվածեղ պատրաստեմ, արագի մեջ պատրաստեմ, ճաշենք ու անցնենք մնացած գործերին, ավելացնենք մի փոքր սոյայի սոուս, շատ քիչ եմ ուզում եփվի, որպեսզի մի քիչ խրթխրթան մնան պղպեղները, այդպես ավելի հաճելի է ու իհարկե վիտամինները պահպանվում են, երբ շատ եփված չի լինում։ Ես սիրում եմ, որ գույնն էլ է պահպանվում։ Սունկն էլ մի փոքր եփվի, արդեն պատրաստ է, կարիք չկա երկար եփվելու։ Այստեղ ունեմ նաև այծիկի աղացած միս, որ մտածում էի նրբաբլիթներ կպատրաստեմ երեկոյան, բայց Ռոնին ասում եմ սպագետիի հետ պատրաստի ուտեմ, միսիկով եմ ուզում, ասի լավ, հիմա արագ սոխ ու սխտոր աղամ, խառնեմ իրար ու դնեմ թող եփվի, այդպես խառնում եմ արդեն խաշված սպագետին ու շատ համեղ է ստացվում։ Ռոնիի մսով սպագետին արդեն պատրաստ է, կանաչի չեմ ավելացրել, որովհետև կանաչի չի սիրում, ինքը թեպետ շատ համեղ է իհարկե համեմով, բայց ինչև է, Ռոնին ասենք բարի ախորժակ, ես էլ հիմա իմ ուտեստը բերեմ։ Սա էլ ամուսնուս եւ ինձ համար պատրաստեցի, որոշեցի, որ հնդկաձավար եփեմ, այստեղ դե արդեն ասացի այծիկի միսն եմ եփել սոխով, սխտորով, այստեղ արդեն տեսակ սունկը բանջարեղենով եւ լոլիկով ձվածեղն էլ արդեն պատրաստ է։ Գուցե ձեզ մոտ է ճաշի կամ ընթրիքի ժամ, բարի ախորժակ մեզ եւ ձեզ։
Ժողովուրդ, ուրեմն որոշեցի, որ վլոգի այս հատվածում նստեմ մի քիչ ձեզ հետ զրուցեմ, ինչ որ հարցերի պատասխանեմ, այդպես ինձ էի կարգի բերում, թարմացնում ու շրթներ կքսելուց հետո ինձ բռնացրեցի, գիտեք ինչի վրա, որ օծանելիքն եմ վերցնում, որ ցանեմ վրաս, մի պահ կանգ առա ու ծիծաղս եկավ ու մտածում եմ, էլի այդ օծանելիքի հոտը մարդիկ ոնց պիտի զգան։ Ես հասկացա, որ ամեն անգամ չէ այդպես է պատրաստվելիս, օծանելիք եմ ցանել ինձ վրա։ Դե պատկերացրեք, թե ինչքան պատասխանատու կերպով եմ մոտենում իմ ու ձեր հանդիպմանը։ Քանի որ օծանելիքից խոսեցի, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ես ինչ օծանելիք ունեմ ու հիմնականում որոնք եմ օգտագործում։ Ուրեմն այս վերջերս եմ սա գնել, մոլ էինք գնացել, մինիսո խանութ մտանք ու այդտեղից վերցեցի սա, շատ անուշ ու շատ թարմեցնող բույր ունի, ոնց որ գարուն գա, երբ որ ցանում ես։ Ես տանը սա հաճախ ցանում եմ, ուղղակի թարմություն հաղորդելու համար։ Սա էլ ամուսնուս համար վերցրեցի, սրա հոտն էլ է շատ անուշ, որ երբ որ բույրը զգում եմ, ոնց որ կախվածություն առաջանա, անընդհատ ուզում եմ այդ բույրը զգալ։ Շատ լավն է, թեթև բուրմունք ունի, 30 միլիգրամն եմ վերցրել։ Ռոնին երբ տեսավ, ասեց՝ «Մամ, սա փոքրիկ է, սա ինձ համար է»։ Տվել եմ իրեն, իմ մոտ եմ պահում, իմ դարակում եմ պահում, որ ուզենա վերցնի փչի։ Սա համարյա 4 տարի առաջ Ֆրանսիայից եմ բերել, սրա հոտն էլ քաղցր, ինչ որ վարդահոտ է, անուշ է, տեսեք, արդեն կեսն օգտագործել եմ, սա էլ Ֆրանսիայում գտնվելու ժամանակ եմ ստացել, Yves Rocher ապրանքանիշի, բայց այնքան շատ չեմ հավանում, սա շատ ավելի, ոնց ասեմ, ուժեղ ու թունդ հոտ է, մի տեսակ ոնց որ ինձ հետ չգնա, օծանելիքի բույրն էլ չէ, պիտի քեզ համապատասխան լինի, չգիտեմ, սա տեսեք, ընդհանրապես գրեթե չեմ օգտագործել, մի խոսքով այսպես մնացել է։ Սա ցույց տամ, սա Just Classy, այս օծանելիքը շատ եմ սիրում, փականը կոտրել Արոնին, այսպես մնացել է, տեսեք ամենաշատը սա եմ օգտագործել, սա էլ եմ Ֆրանսիայից բերել, գրեթե վերջանում է, շատ եմ ափսոսում, բայց նորից կգնեմ, տեսնեմ, եթե այստեղ հասանելի է կգնեմ։ Մեկ էլ այս օծանելիքը, որ շատ եմ սիրել, սա ինձ նվիրել է իմ կատարի ընկերուհին, Նարջան, եթե նայում ես, տես, քո նվիրած օծանելիքը մինչև հիմա կա մոտս, հրաշալի բույր ունի։ Տեսեք, ես ապրանքանիշի օծանելիք էլ ունեմ, բայց ինչպես տեսնում եք, շատ քիչ եմ օգտագործել, որովհետև էլի բույրը այնքան էլ իմը չեմ համարում, սա էլ եմ նվեր ստացել, գույնն էլ թափվել է այս կողքերից։ Հայտնիներից սիրում եմ Versace ապրանքանիշի օծանելիքը, դա մի ուրիշ աշխարհ է ինձ համար, 2 անգամ վերջացրել եմ արդեն, մինչև այս վերջերս պահում էի, բայց ընդհանրապես չկար մեջը, բայց պահում էի, վերջերս եմ դեն նետել, պատրաստվում եմ նորից գնել։ Մի խոսքով գրեք տեսնեմ դուք որ օծանելիքն եք օգտագործում, որ բույրերն եք սիրում, ու արդյոք սրանցից ինչ որ մեկը ունեք ձեր դարակում դրված, որ սիրում եք կամ ուղղակի այդպես մնացել է։ Ուրեմն այստեղ էլ ինչ ունեմ, որ կարող եմ ձեզ ցույց տալ, փոքրիկ կոկոսի յուղ, երբեմն օգտագործում եմ, ստեղ ունեմ վարդաջուր, իմիջայլոց այս այուրվեդիկ հնդկական ապրանքանիշը, Սադև, իմ լավ հետևորդուներից մեկը Սաիդան է խորհուրդ տվել, ինքն էլ է Հնդկաստանում ապրում, մի խոսքով իրենց մոտից գնեցի վարդաջուր, որ շատ լավն է, քիչ է մնացել մեջը։ Դեմքը լվանալու համար նախատեսված կրեմ, սա էլ է քիչ մնացել, բավականին թանկ արժե, բայց կարծում եմ լավ բնական հումքից պատրաստված խնամքի միջոցների համար չարժե խնայել, շատ թանկ էլ չէր, բայց շուկայում վաճառվող մյուս ապրանքանիշներից բավականին բարձր էր գինը, այսպիսի սիրուն ծաղկավոր տուփերով են վաճառում, սա էլ վարդաջրի տուփը, մի 2 բան եւս վերցրել եմ իրենց մոտից։ Ուրեմն սա դեմքի համար նախատեսված յուղ է, պարունակում է քունջութի, քրքումի, նուշի, կոկոսի յուղ է, այդպես խառնուրդ է ու գիշերը հիմնականում աչքերի շուրջ եմ քսում, բայց օրկա մոռանում եմ, այդպես ամեն օր չեմ անում։ Ուրեմն սա էլ Հայաստանից ինձ համար ուղարկված Էվելին ապրանքանիշի եղունգների համար նախատեսված այս լաքերն են, որ դադարել եմ օգտագործել, որովհետև հղիության մասին իմանալուց հետո մի տեսակ մտածեցի, գուցե եւ չի կարելի, որովհետև սա լակ չէ հենց գույն տալու համար, սա նաեւ բուժում է եղունգները, այնպես որ այստեղի բժիշկներն էլ իհարկե չգիտեն սրա մեջ ինչ է պարունակվում, որ ասեն կարելի է հղիության ընթացքում օգտագործել թե ոչ, այսպես թողել եմ մի կողմի վրա չեմ քսում էլ։
Սրանք էլ դե օգտագործում էի թևատակերի համար, գիտեք սա ինչի համար է նախատեսված, բայց էլի դադարել եմ օգտագործել, որովհետև քիմիական տարրեր են պարունակում ու ես չեմ ուզում, մանավանդ սկզբնական շրջանում ընդհանրապես չէի օգտագործում, հիմա էլ չեմ օգտագործում, մեկ դուրս գալուց կարող եմ մի թեթև փչեմ, եթե պիտի երկար ժամանակով դրսում մնամ, դա էլ շատ հազվադեպ է լինում։ Դեմքի համար նախատեսված քրքումով դիմակներ ունեմ, որ այդպես էլ չեմ օգտագործել, 4-ն էին, մեկը օգտագործել եմ, այս 3-ը մնացել են այսպես էլ։ Տեսեք, սա էլ մանգոյի բույրով ու մանգոյի տեսքով, կտրած մանգոյի տեսքով օճառ է, շատ անուշ է բուրում, մանգոյի հոտ է գալիս հիմա իմ դարակից, սա Թայլանդից էի բերել ու ոչ միայն սա, շատ ինչ-որ տարբեր տեսակի օճառներ էի բերել Թայլանդից, որ նվիրեցի այստեղ ընկերուհիներիս։ Էլ ինչ ցույց տամ ձեզ, սա էլ փոքրիկ զարդատուփիկ է, որ Դուբայից է բերվել, Ռոնին կոտրել է մի ոտիկը, բայց ես այսպես դեռ պահում եմ իրան, չեմ ուզում էլ ես ոտիկի համար դեն նետել, ամեն դեպքում ինչ որ տարողություն էլ չունի, որ չգիտեմ ինչ պահեմ, բայց ուղղակի որպես հիշողություն սիմվոլիկ պահել եմ այսպես։ Այսքան բան սիրելիներ, մնացածն էլ այսպես իմ փոքրիկ պայուսակիկների պաուչների մեջ եմ դասավորել, ուրիշ ինչ-որ փոքրիկ տուփերի մեջ եմ դասավորել, հիմա ամեն ինչ ցույց չեմ տալիս, ուղղակի օծաներիքից սկսեցի ու չգիտեմ, օճառով վերջացրեցի։ Դե կտեսնվենք վլոգի մյուս հատվածում։ Սիրելիներ, շապիկս փոխեցի ու եկա, որովհետև այդ ընթացքում ինչ-որ ուրիշ գործեր իհայտ եկան արեցի, ավելի հարմար զգացի, որ սա հագնեմ, փոխեմ։ Անցած վլոգի տակ արված ձեր կոմենտներին անդրադառնամ, բոլորը շատ սիրուն բարեմաղթանքներ եք գրել ու գրել եք, որ կարևորը սեռը չէ, կարևորը որ առողջ բալիկ ծնվի։ Հաստով եմ երջանիկ, որ նորից հնարավորություն ունեմ մայրիկ դառնալու, Ռոնիիս եղբայր կամ քույրիկ պարգևելու ու մեր ընտանիքը ավելի մեծ երջանկությամբ լցնելու։ Իսկ թե բալիկ աղջիկ կլինի թե տղա, դա արդեն երկրորդական է, երկու դեպքում էլ շատ ենք ուրախանալու, երկուսին էլ շատ ենք սիրելու, ես ու ամուսինս խոսում ենք, որ եթե տղա ծնվի, Ռոնիի մանկությունը ոնց որ կվերադառնա մեզ ու մենք կհիշենք այն օրերը, երբ Ռոնին նոր ծնվեց, մի քանի ամսական էր, ինձ թվում է եթե տղա լինի, նմանություն շատ կլինի Ռոնիի հետ, կամ գուցե բացարձակ տարբեր լինի, չգիտեմ, հետաքրքիր է, չէ՞, այդ հղիության ընթացքում անընդհատ մտածում ես, թե բալիկը ինչ դեմք կունենա, ում նման կլինի կամ ինչով կտարբերվի առաջին բալիկից։ Ձեզանից մեկը նշել էր, որ 5 տղա ունի ու փակագծերում էլ գրել էր ուխ։ Այդ ուխը շատ լավն էր ու հավեսս եկավ, պատկերացրեցի 5 տղա։ Օй, մի տան մեջ 5 պլյուս պապան 6 տղամարդ։ Մեկը գրել էր, որ 4 աղջիկ ունի եւ այլն եւ այլն։ Սիրելիներ, կարևորը իրոք առողջ լինեն, հաջողակ լինեն, անփորձանք մեծանան, դա ծնողի համար լավագույն ու մեծագույն նվերն է, պարգևն է, թե չէ մնացածը արդեն, ինչպես ասում են, մեր ձեռքում չէ, շատ քիչ տոկոս է կազմում այն դեպքերում, երբ որ, չգիտեմ, պլանավորում ես կամ գուցե չգիտեմ եւ հստակ է լինում, պետք է դրա միջով անցնեմ, որ փորձված լինեմ, ասեմ, ես ինքս իմ անձնական փորձից ասեմ, որ չգիտեմ, այսպես պլանավորել եմ ու ստացվել է, տեսեք այս ճանապարհով։ Անցած տեսանյութը տեղադրելուց հետո Instagram-ում նամակներ եմ ստացել, ձեզանից ոմանք ցանկանում էին որոշ տվյալներ իմանալ ինձանից, որպեսզի սեռը պարզեն, չգիտեմ ինչ որ մեթոդներով ստուգեն ու ինձ ասեն, սիրելիներս, բայց հավատացեք, եթե ես ցանկանամ իմանալ, ես կարող եմ այստեղ էլ իմանալ, այստեղ էլ այդ նույն մեթոդները կան եւ ավելի շատ կան Հնդկաստանում, հնդիկների մեջ ինչ որ գուշակություններ են անում, չգիտեմ, թվեր են հաշվում, ի վերջո կա հնդկական աստղագիտությունը, որ այդքան տարածված է այստեղ, ամեն չգիտեմ, 3-րդը, 4-րդը ինչ որ բան հասկանում աստղագիտությունից, սուտ թե ճիշտ, շատ չեմ խորացել, որպեսզի հասկանամ, այդպես տարանջատեմ, ով է ճիշտ ասում եւ այլն, դա մի հատ գիտություն է, որ պիտի մտնես դրա մեջ կամ հավատաս, էլի հավատով մոտենաս, որպեսզի հավատաս այդ արդյունքին, ինչը որ իրենք ասում են, կամ անգամ եթե ցանկանամ հենց սոնոգրաֆիայով էլ իմանալ, այստեղ այնպես է, որ փողը շատ հարցեր է լուծում, կոռուպցիա կա ու եթե ոչ հիվանդանոցում ինչ որ ծանոթ բժիշկ կգտնվի, ծանոթի ծանոթ, եթե որոշակի չափով գումար տաս, հնարավոր է եւ սեռը ասի։ Հիմա ավելորդ եմ համարում պարզել, այդ մտքերով տարվել եւ այլն։ Ես ուղղակի այդպես մեկ ու մեջ ինքս ինձ հարց եմ տալիս, տղա է, աղջիկ է, բայց այդպես կոնկրետ որևէ սեռի վրա դեռ կենտրոնացած չեմ, այդպիսի զգացողություն չունեմ, որ տղա է կամ չէ, հաստատ աղջիկ է, չէ։
Մի քանի հոգի այս հարցն էին ուղղել, թե եթե սերը չգիտես ինչպես ես պատրաստվելու երեխայի լուսաշխար գալուն, Հասմիկ ջան, պարագաները եւ այլն, սիրելիներս, չեմ կարծում, թե պարագաներ գնելը սերով է պայմանավորված, ամեն դեպքում չեմ կարծում, ես այդ գույներին էլ ուշադրություն շատ չեմ դարձնում, այսինքն ընդհանրապես կապ չունի, վարդագույնը կարող է տղան էլ հագնել, կապույտը կարող է աղջիկը հագնել, չեմ կարծում, որ դեռ այդ մտքի վրա պիտի մնանք, ասենք, ինձ թվում է արդեն անցել է այդ ժամանակները անցել են կամ գուցե ոչ, դա իմ կարծիքն է, չգիտեմ։ Ուղղակի աղջիկական ինչ որ տարեր չլինեն, որ հետո տղա լինի, ասենք օրինակ ուլունքներով ու բանտիկներով, ինչ որ փոռիկներով բաներ չհագնի։ Այսօրվա հագուստի շուկայում շատ մեծ ու բազմազան տեսականի կա նորածինների համար նախատեսված, նեյտրալ գույների մեջ, չեզոք ինչ որ դիզայնի մեջ, օրինակ մոխրագույն, դարչնագույն, հենց սպիտակը, այս սպիտակ շատ եմ սիրում, խաք կանաչ, մուգ կապույտ, նարնջագույն, լիքը գույներ կան ու սիրուն ինչ որ չեզոք եւ տղայի եւ աղջիկա համար ինչ որ դիզայն տված շորիկներ եւ այլն, նախ դա, երկրորդն էլ նորածիններին շատ հագուստ պետք չէ, համաձայն չեք, առաջի մի երկու օրվա համար ընդամենը մի քանի տոտիկ, գլխարկ, թաթիկ, նասկի, չգիտեմ, թաշկինակներ ու մնացած ուրիշ նախնական անհրաժեշտության պարագաները, որոնք սերի հետ անկախ սերից էլ դու կարող ես գնել ու հիմա ամեն ինչ այնքան հասանելի է, օնլայն խանութները այնքան շատ են մանկական ու շատ որակով լավ ապրանքանիշի հագուստ կա ու պարագաներ երեխաների համար նախատեսված, կոնկրետ այստեղ Հնդկաստանում էլ, որ ես կարող եմ այսօր պատվիրել ինձ համար օրինակ 40 կտոր շոր, վաղը ես կստանամ այդ պատվերը կամ 2 օրից ես կստանամ ու ամեն ինչ պատշաճ կերպով լավ վիճակում կհասնի ինձ, այնպես որ դա ընդհանրապես հաշված ժամերի կամ օրերի խնդիր է, իսկ մնացած ամեն ինչը, օրինակ օրորոց, անկողնային պարագաները, լողացնելու համար նախատեսված պարագաները, խնամքի միջոցները եւ այլն մանկասալյակ, այդ ամեն ինչը ուղղակի կլինեն մանկական ոճի մեջ, ոչ մի ինչ որ յուրահատուկ առանձնահատուկ բան տղայի կամ աղջկա համար։ Ժամանակ էլ ես սերը չեմ իմացել, բայց ես բավականին շատ գնումներ էի կատարել իր համար, մանկական հագուստ եւ այլն, հետո արդեն որ ծնվեց, հետո քիչ-քիչ ժամանակի ընթացքում ինչ անհրաժեշտ էր, ես նորից գնեցի արդեն նախատեսված տղայի համար։ Մեկ էլ ձերքից տա գիտեք ինչ ունեմ, մի քսուկ, որ օգտագործում եմ հղիազոլերից խուսափելու համար, ծննդաբերությունից հետո ժամանակի ընթացքում երբ որ քաշ ես կորցնում, արդեն այդ զոլերը երևում են, ինչևէ դա էլ մեծ խնդիր չէ ընդհանուր առմամբ, բայց եթե կարելի է կանխել, փորձում ես, եթե կստացվի, չէ, արդեն այդքան չես կարևորում դա։ Ես երբղի Էրոնի ժամանակով 3.5 ամսականից սկսված մինչև վերջ քսել եմ այս ապրանքանիշի քսուկը, stretch nails, ոչ մի օր բաց չեմ թողել, միշտ քսել եմ, այդքան 100% չի հավատում, որ կօգնի, բայց ասում եմ ամեն դեպքում խոնավեցնող միջոց է ու քանի որ հենց հղիազոլերի համար է նախատեսված ու բուսական հիմքով ոչ մի ինչ որ հետևանքներ չի ունենա, օգտագործեմ, տեսնեմ ու պատկերացրեք, որ ընդհանրապես հղիազոլ ես չեմ ունեցել որովայնիս շրջանում ու ես շնորհակալ եմ այս քսուկին։ Չգիտեմ, եթե սա չքսեի, կառաջանար արդյոք թե չէ, ամենայն հավանականությամբ կառաջանար, որովհետև դե պետք է խոնավեցնենք, չէ, որովհետև երբ որովայնը մեծանում է, մաշկը ձգվում է, այդպես ձգվածությունը հետո որ թուլանում է, իհարկե առաջանում են հղիազոլեր, եթե անընդհատ չխոնավեցնես, չսնուցես իրենց, այդպես մաշկը ոնց որ, չգիտեմ, այդ մանրուքները ինչ պրոցեսներ են կատարվում, բայց ամեն դեպքում առավոտյան եւ երեկոյան քնելուց առաջ քսել եմ սա, ու շատ մեծ դժվարությամբ նորից գտա սա, որովհետև լավ չէի հիշում անունը, ինչ որ գույները հիշում էի ինչ գույների մեջ է տյուբիկը, բայց անունը չէի հիշում, ուղղակի Amazon-ում գրել եմ բնական ayurvedic կրեմ հղիազոլերի դեմ ու սա ցանկում կար ու ես շատ ուրախացա, որ 5-6 տարի անցել այս ապրանքանիշը դեռ գործում է, այս նույն տյուբիկով գնում էի 200-250 ռուպիով, բայց հիմա 550 ռուպի է սա, ջրիկ է ինքը ու շատ լավ տարածում է, մի փոքրն էլ բավական է, որպեսզի լավ տարածվի, ցույց եմ տալիս, գուցե եթե գտնեք օնլայն խանութում կամ Հնդկաստան ծանոթ ունենաք եկող լինի, ինչ որ խնդրեք բերի ձեզ համար կամ այդտեղ շուկայում կամ դեղատներում վաճառեն, միգուցե մի 2 հոգու օգուտ լինի, այդ մարդկանց համար եմ ցույց տալիս։
Այսքանով էլ ավարտեմ խոսքս ու եզրափակեմ վլոգը երևի սիրելիներս, ընդհանուր առմամբ տեսնեմ քանի րոպե կստացվի տեսանյութը։ Արդեն անձրևային սեզոնը սկսվել է մեզ մոտ, ինչպես ասել եմ, ու շատ հազվադեպ դեպքերում երևի դուրս կգամ տանից, կամ այս կարգավիճակում էլ այդպես իհարկե չեմ ճամփորդելու, գիտեք, ինչ որ տարբեր տեղեր չեմ գնալու, հիմնականում տանն եմ լինելու ու այդքան շատ հետաքրքիր ու բազմազան վլոգներ գուցե եւ չսպասեն ձեզ։ Տանից կլինեն արդեն նկարահանումները, չգիտեմ այդքան ինչ պիտի նկարեմ, որ ձեզ հետաքրքիր լինի, ինչ պիտի խոսեմ, որ ձեզ հետաքրքիր լինի, բայց ամեն դեպքում կաշխատեմ այս ամիսների ընթացքում էլ ակտիվությունը ինչ որ չափով պահել, չպասիվանալ, որպեսզի ձեզ հետ կապը շարունակվի ու ես գիտեմ, որ ձեզ ինձ հետ հաճելի է, ձեր կոմենտներից իհարկե հասկանալի է այդ ամեն ինչը ու կաշխատեմ չկորել տեսադաշտից, այսպես գալ գոնե մի քիչ ձեզ հետ զրուցել, եթե անգամ շատ ինչ-որ բաներ չունենամ ձեզ ցույց տալու կամ դրսային վլոգներ չկարողանամ նկարել։ Դե լավ մնացեք, ամենակարևորը առողջ ու անփորձանք եղեք, իսկ ես ձեզ կհանդիպեմ մյուս վլոգի շրջանակներում։